Քեզ Հիսուս, շնորհակալ ենք Տեր, քո փառքիդ ներկայության համար այս վայրի մեջ Տեր, շնորհակալ ենք, որ դու մեզ հավաքել ես մեկտեղ Տեր Աստված, որ մենք քո սեփական ժողովուրդն ենք քո թանկ արյունով գնված Հիսուս, եւ շնորհակալ ենք, որ այս օրը դրել ես մեր կյանքի մեջ Տեր, որ գանք քո սրահների մեջ երկրպագելու քեզ, հանդիպում ունենալու քեզ է Տեր Աստված, եւ խնդրում ենք Տեր Աստված, որ մեզ առաջնորդես քո խոսքի մեջ, առաջնորդես քո ճշմարտության ճանապարհների մեջ, խնդրում ենք սիրելի Սուրբ Հոգի, որ օգնես, որ այսօր պատրաստենք մեր անձերը Տեր Աստված, լցվելու քո խոսքով, լցվելու քեզանով ավելի, որ ճանաչենք քեզ ավելի, որ մոտենանք քեզ ավելի Տեր, որ այսօր Տեր Աստված մեր ներսում ինչ որ բան փոխվի Տեր, որ մեր միտքը նորոգվի, մեր սիրտը բժշկվի, մեր անձերը զորանան քեզանով Տեր, որովհետև դու այստեղ ես, որովհետև դու եկել ես Տեր, օրհնելու, բարձրացնելու քո եկեղեցին, քո ժողովրդին, որ եկել են հույսով, սպասումով Տեր, ակնկալիքով, եւ դու այստեղ ես, այո Տեր, օրհնելու, բարձրացնելու, օգնելու, բժշկելու, վերականգնելու եւ նորոգելու Տեր, շնորհակալ ենք եւ քեզ լինի ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, դու արժանի ես Տեր, եղիր փառավորված եւ մեծարված, այսօր եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից, ամեն, հալելույա, հալելույա, փառք մեր Տիրոջը, փառք մեր Աստծուն, թող Տերը շատ օրհնի քեզ սիրելիս, կարող եք տեղավորվել, փառք Աստծուն, փառք Տիրոջը, շնորհակալություն մեր հրաշալի փառաբանության խմբին, հրաշալի դուք երկրպագում եւ փառաբանում եք Տիրոջը, փառք Աստծուն, փառք Տիրոջը, փառք Աստծուն, շնորհակալություն Աստծուն, այո, որ ես այսօր այստեղ եմ եւ շնորհակալություն ձեր հովիվին, հովիվ մեհերին եւ Արմինեին, փառք Աստծուն, նրանք մեր շատ հրաշալի բարեկամներն են, մեր հրաշալի ծառայակից ընկերներն են, ես շատ հարգում սիրում եմ ձեր հովիվներին եւ շատ սովորել եմ հովիվ մեհերից, շատ բաներ սովորել եմ եւ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ եւ շնորհակալություն մեր եղբորը, աբո եղբորը, որ հյուրընկալեց եւ ներկայացրեց, ես Արմանն եմ, այո Անդրեասյան, ծառայում ենք Աշտարակի եկեղեցում, ունեմ 4 երեխա, 2 աղջիկ եւ 2 տղա, այսօր մեծ աղջկաս հետ եմ եկել, Մերի հետ եմ եկել, կինս մի փոքր վատ առողջ էր, դրա համար չկարողացավ գալ, նրա հետ պետքա գայ եւ այո մեծ պատիվ է կանգնել Աստծո ժողովրդի առաջ, ծառայել Տիրոջը եւ իրականում ես այս քաղաքում եւ ձեզ ինձ չեմ համարում հյուր, որովհետեւ ես էլ արմատներով Վանաձորից եմ, իմ պապին այստեղից է եղել, իմ հայրիկը ստեղ է ծնվել, ես շատ բարեկամներ ունեմ այստեղ, իմ այն ձեր լեզվով ասած իմ բիձիկները ստեղ են ապրում, իրանց տղաները, իրանց թոռները բոլորը ստեղ են ապրում, իմ պապիկս իրանք 4 եղբայր են եղել մի քույր, մենակ պապիս տեղափոխվել է Երևան 60-ական թվերին, կարծեմ, բայց մնացածը այստեղ են, իր եղբայրները եւ քույրը իհարկե մահացել են, հիմա մի եղբայրն է մնացել, բայց իրանց ընտանիքները, որդիները եւ երեխեքը թոռները այստեղ են եւ կան նաեւ հոգեվոր իրանց մեջ, որ Ռաֆայել եղբոր եկեղեցին են այցելում, գնում այնտեղ ծառայում են։ Մի խոսքով ես այստեղից եմ, ես շատ սիրում եմ Կիրովականը, Վանաձորը, իմ սրտի մեջ է, շատ սիրում եմ ստեի ժողովրդին,
ճիշտ է ուշուշ եմ գալիս, առիթից առիթ եմ գալիս։ Մի քիչ այդ կապը ոնց որ բանա, բայց տեսնում եմ իմ հարազատներին շատ ուրախ եմ լինում, գալիս եմ, որ իրանց քաղցր ակցենտով խոսում են։ Ինձ որպիսի վանաձորցու ակցենտով խոսամ, ընդամենը պետքա 5 րոպե։ Սենց միանգամից ադապտացիա, որտեվ դա իմ արունի մեջ է։ Ես սիրում եմ նույնիսկ երբ որ բանակում էի Վանաձորից մարդեր լինում, ասում էի զեմլյակ ենք մենք։ Ես մեկը սիրում եմ իրոք իմ արունի մեջ է ու սենց շատ քաղցր լավ ժողովուրդ են, լորվա ժողովուրդը ու շատ սիրում եմ ձեզ, նաև սիրում եմ ձեզ, որովհետև դուք Աստծո որդիներ եք եւ մենք Քրիստոսով եղբայրներ եւ քույրեր ենք։ Աստված է մեզ միաբանել։ Ամեն։ Երբ որ ուզում ես մի փոքր անկեղծանամ, Հովիվ Մեիրին խնդրեցի, ասեցի Հովիվ Մեիր ջան, ծառայությունից հետո թող ինձ շուտ բաց թողեն, գնամ բարեկամներիս տները, բան հյուրասիրություն, բան պետք չի, ասում եմ, բայց ովքեր են քո առաջի եղբայրները, քույրերը, բարեկամները, ասում եմ դե ես այնքան եմ ապրում Աստծով, Աստծո եկեղեցով, ոնց որ Տեր Հիսուսը ասեց, ահա իմ մայրը, հա, իմ եղբայրները, երբ որ ասեցին կանչում են, այդ այնց է դարել իմ մոտ։ Իհարկե իրանց հարգելով նաև շատ կարևոր են իմ համար հոգևոր իմ եղբայրները, քույրերը եւ ասեցի ուրեմն տենց է։ Ես ժամանակ կունենամ եղբայրներից, քույրերից հետ Քրիստոսով։ Շատ օրհնված եմ, որ ծառայում եմ կյանքի խոսք եկեղեցում։ Արդեն 10 տարի է ծառայության մեջ եմ, 3 տարի է հովվական ծառայության մեջ եմ։ Իմ ընտանիքիս հետ մենք Երևանից ենք, բայց որպես միսիոներ, ոնց որ ձեր հովիվն է ուղարկված Վանաձոր, մեզ էլ ուղարկեցին, միսիայից ուղարկեցին աշտարակ քաղաք, շատ լավ եկեղեցի ունենք այնտեղ, հրաշալի ժողովուրդ ունենք, ասես ձեր նման պարզ, մաքուր, ուրախ։ Ճիշտ է, լոռեցիների պես միամիտ չեն այդքան, լավ իմաստով, բայց ոնց որ խոսքը ասում է, չէ, աղավնի պես միամիտ լինենք, մեկ էլ խորագետ լինենք, չէ։ Այդ խորագիտությունը այս աշխարհում մեզ պետք է, ժողովուրդ ջան։ Այդքան միամիտ մի եղեք, լավ։ Երբ որ պետք է խորագետ եղեք։ Ամեն, փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Եվ ուզում եմ անցնել արդեն այսօրվա խոսքին։ Այսօրվա խոսքի վերնագիրը այսպես է ընտրություն։ Այսօր խոսալու եմ ընտրության մասին, որովհետև մեր ամբողջ կյանքը, մեր ամեն մի օրը կախված է ընտրությունից։ Ժողովուրդ քաղաքական ընտրությունից չի կախված, որ գնում ենք, չէ, ինչ-որ մեկին ընտրում ենք, հա, պատգամավոր, չգիտեմ ինչ։ Մեր կյանքը, այո, կախված է մեր անձնական ընտրություններից եւ ամեն օր, երբ որ դու արթնանում ես, օրինակ առավոտյան, դու ինչ-որ ընտրություն ես կատարում։ Ուզես թե չուզես։ Ընտրում ես գնալ աշխատանքի, այսօր ընտրել ես գաս եկեղեցի Տիրոջ տան մեջ պաշտելու, երկրպագելու նրան, չէ, ոչ մեկ քեզ այստեղ զորով չի բերե, չէ, կա մարդ, որ իրան զորով են բերել այստեղ։ Փառք Աստծո, որ չկա, որ մեկ տենց էլ է լինում։ Մեր եկեղեցում մեկ տենում ես քույրիկները, իրանց ամուսնուն, ասած համոզել են զորով։ Մի բան խոսք են տվել կամ մի բան, չգիտեմ, ասել են զորով իրանց ամուսիններին բերել են։ Այդ մարդը նստած ոչ մի բան չի հասկանում։ Գիտեն տենց կփրկվի էլի, բայց մարդը սրտով պետք է ուզի, չէ՞։ Չէ՞, ոնց որ եղբայրս ասեց, մեր ոտքերը պետքա վազի Աստծո տուն։ Ամեն։ Եվ այո, փառք Աստծո, որ դու այսօր այդ ընտրությունը արել ես եւ այո, մեր ամեն մի օրը կախված է մեր ընտրություններից, ինչ ընտրություն կանենք եւ ուր կգնանք եւ ինչ կխոսանք, չէ՞, այդ խոսալը նույնպես, չէ՞, շատ կարեւոր է եւ դու ես ընտրում ինչ խոսաս, ում մոտ ինչ խոսաս, որտեղ ինչ խոսաս։ Եվ շատ բաներ կախված, այո, մեր խոսալուց, մեր ապրելակերպից, մեր գնացած տեղերից, եւ դրանք ուզենք թե չուզենք, ցանկացած ընտրություն, ես հələ խոսում եմ փոքր ընտրություններից, բայց կա գլոբալ ընտրություն մեր կյանքի հետ կախված եւ ցանկացած ընտրություն, երբ որ մենք անում ենք, դա կարող է մեր կյանքում կարևոր դեր ունենալ։ Ճակատագրական, հա, դեր ունենալ, ժողովուրդ ջան։
Դրա համար մենք պետքա միշտ ճիշտ ընտրություն կատարենք եւ ես երբ որ խոսքին անցնենք կտենանք թե ինչքան կարեւոր է, հա, որը կարա նույնիսկ ազդի մեր կատարած ընտրությունը կարող է ազդել մեր ընտանիքների վրա, մեր սերունդների վրա։ Այսօր դու ունես սերունդ, որ քո ետևից գալիս է եւ փառք Աստծո այն մարդկանց համար, ում երեխաները իրանց սերունդը իրանց ետևից գալիս են էլի տիրոջ ճանապարհներով, որտեվ այդ մարդը ժամանակին ճիշտ ընտրություն է կատարել եւ օրինակ գինը հա վճարել։ Եվ այսօր քանի որ դու կատարել ես քո ամենակարևոր ընտրությունը եւ այստեղ ես, բայց չէ որ նաեւ կա ընթացք։ Ինչպես գնանք մեր ընթացքը։ Ամեն օր կա մարտահրավեր, ամեն օր կա ընտրելու հնարավորություն։ Ամեն եւ ասեմ քեզ սիրելիս, որ այսօր ինչ որ դու ունես, դա քո երեկվա ընտրությունն է։ Բայց ինչ որ ուզում ես դու վաղը ունենալ, այսօր ես ընտրելու։ Կներես թե լավ, թե վատ։ Որովհետև կան մարդիկ, ովքեր տեսնում ես, որ չէ, սխալ եւ վատ ճանապարհներով են գնում, բայց դա իրանք ընտրեցին։ Զարմանալի է, բայց այդպես էլ է լինում, հա։ Դες ծննդոցում ասում է, որ Աստված մեզ ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությունով։ Որն է Աստծո պատկերը եւ նմանությունը, գիտեք որն է, ոչ թե ֆիզիկական է դա, այլ Աստված ի տարբերություն մյուս արարածներին, հրեշտակներին, գազաններին, կենդանիներին, մարդուն երբ որ ստեղծեց, մարդուն տվեց ընտրելու հնարավորություն։ Մարդուն տվեց ազատ կամք։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստված Աստծո խոսքում ասում է, ահա քո առջև դնում եմ, ընտրիր, բարին թե չարը, լույսը թե խավարը, հա, օրհնությունը թե անեծքը։ Բայց եկեք մտածենք, ինչի համար է լինում, այդ որ մի ողջամիտ մարդը կընտրի անեծքը, որ մի խելացի մարդը կընտրի սխալ ճանապարհը, կընտրի խավարը։ Չէ որ բոլոր ուզում են լավ ապրեն, բոլոր ուզում են օրհնված ապրեն, բայց ինչի այդպես եղավ, որ ցավոք սրտի մարդկության մեծամասնությունը գնացել է անեծքի ճանապարհով, ընտրել է անեծքը, հասկանալով կամ առանց հասկանալու, ես չգիտեմ։ Բայց այսօր, երբ որ նայում ենք այս աշխարհին, տեսնում ենք մարդիկ տառապանքի մեջ, տանջանքի մեջ, անորոշության մեջ, վախերի մեջ, դեպրեսիայի մեջ։ Տեր Աստված ասում է, ո՞նց էս մարդու կյանքում եկավ էս բեռը, էս ծանրությունը, էս դեպրեսիան, էս վախերը։ Բայց երբ որ նայում ենք իր կյանքին, հասկանում ենք, որ դա ինքն է ընտրել։ Ինքը ընտրեց այդ ճանապարհը։ Լսի, Աստված մեզ տվել է հնարավորություն ընտրելու հնարավորություն, որ ճանապարհը ընտրենք։ Լույսի մեջ գնանք, թե խավարի մեջ գնանք։ Եվ մենք կարող ենք միշտ լույսի մեջ գնալ, լսի, միշտ։ Եթե ընտրենք ճիշտ ճանապարհները, հա։ Կասենք, չէ, մտածենք, բայց լավ, այդ չարը, այդ անեծքը ումից է։ Ոնց է գալի մարդու կյանք։ Սատանայից։ Իսկ նա ինչ է անում։ Վերցնում է Աստծո ստեղծագործությունը, վերցնում է Աստծո ծրագրերը եւ սկսում է դա ներկայացնել, սուտը ներկայացնել ճշտի փոխարեն, խավարը կարողանում է ներկայացնել լույսի փոխարեն, անեծքը կարողանում է ներկայացնել օրհնության փոխարեն, որովհետեւ դա այդպես ակնհայտ չի տարբերվում իրանից։ Այդ դրա համար էլ շատերը շեղվում եւ սխալվում են իրաց ճանապարհների մեջ։ Որովհետեւ միգուցե կորցնում են Աստծո հետ կապը կամ ընդհանրապես կապ չունեն Աստծո հետ։ Կամ ինչ որ բան հետաքրքիր է իրանց, ինչ որ բան գայթակղեցնում է իրանց, հեռացնում է ճշմարտության ճանապարհներից, որովհետեւ մենք գիտենք,
որ մեր թշնամին սատանան ինքը խորամանկ է եւ ինքը կարողանում է դա անել։ Չէ, Աստծո խոսքում կա, ասում է, ինքը լույսի հրեշտակի կերպարանքով է գալիս եւ շատերը խափնվում եւ մոլորվում են իրենց ընտրությունների մեջ։ Եվ մենք Աստվածաշնչում ունենք օրինակներ։ Հա, օրինակ հենց սկզբից, երբ որ նայենք ծննդոցում Ադամի եւ Եվայի օրինակը, եկեք միասին նայենք ծննդոց 3-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսքը։ Եվ ասում է, օձը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձը ասեց կնոջը, իսկապես Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինը ասեց օձին, պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասեց մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք։ Օձը կնոջը ասեց, բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չարը իմացող։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին, եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ տվեց իր ամուսնուն եւ ամուսինն էլ կերավ։ Դուք տեսեք ինչպես է ներկայացնում։ Ինքը կարողանում է համոզել, որ լսի ոչ մի բաներ չի լինի։ Դու չես մեռնի, այլ ավելի լավ կլինի քո համար։ Կսկսես բարին ու չարը տարբերել, աստվածների նման կլինես, Աստծո նման կլինես։ Ինչքան գիտեք մարդիկ, որ իրանց Աստծո տեղ են դնում։ Հա? Իրանց թվում է, թե իրանք ամեն ինչ ունեն, եթե մի քիչ էլ, հա, լավ մի քիչ չէ, մի քիչ շատ էլ, հա, հարուստ են, փող ունեն եւ այլն, շատ չխորանա, եւ թվում է, թե իրանց կյանքում ճիշտ ընտրություն են արել։ Եվ օձը միջև այսօր էլ ցավոք սրտի կարողանում է խաբել մարդկանց, ներկայացնելով սուտը ճշմարտության տեղ, որովհետև իրանք նման են, ինքը խորամանկ է, ինքը կարողանում է դա անել։ Եվ տեսեք, Եվան այստեղ խափնվեց աչքի երևույթին, ասում է հաճելի էր այդ ծառը, այդ պտուղը աչքին հաճելի էր, լավն էր։ Այսօր շարունակվում է այդ գործընթացը, սիրելիներ, ցավոք սրտի։ Եվ նա կարողացավ իր ուզածին հասնել, հա։ Եվ կամ մեկ ուրիշ պատմություն նույնպես, եթե ծանոթ եք խոսքին, Ղովտի եւ Աբրահամի, հա, պատմությունը, երբ որ Աբրահամը եւ Ղովտը իրար հետ, հա, իրար մեջ չէ, այլ իրանց ծառաների, հովիվների մեջ խնդիր է լինում եւ նրանք պետք է բաժանվեին իրարից։ Եկավ մի պահ, որ Աբրահամը եւ Ղովտը, որ միասին դուրս էին եկել երկրից, իրանց երկրից եւ Տերը տանում էր Աբրահամին, հա, իր ծրագրերով, իր ճանապարհներով, եկավ մի պահ, որ նրանք պետք է իրարից բաժանվեին։ Եվ դա գրված է Ծննդոց 13-րդ գլխում, բայց ես ուզում եմ 9-րդ խոսքից նայենք միասին, որ արդեն եկել է այդ բաժանվելու պահը։ Եվ տեսեք, Աբրահամը այստեղ Ղովտին առաջարկում, ասում է, ամբողջ երկիրը քո առաջն է, բաժանվիր ինձանից։ Եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ։ Աբրահամը լինելով ավագը, գիտենք, որ Աբրահամը Ղովտի հորեղբայրն էր, լինելով ընտրվածը, լինելով առաջնորդը, ինքը հնարավորություն տվեց Ղովտին, ասես դու ընտրի, ես զիջում եմ, ընտրի։ Դու աջ գնաս, ես ձախ կգնամ, եւ այդպես, հա։ Եվ տեսեք շարունակությունը։ Եվ Ղովտը իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքը ամբողջապես ոռոգված էր, քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, միջև Սեգորի սահմանը։ Տիրոջ դերախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման,
Ղովտը իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը եւ գնաց դեպի արևելք եւ նրանք բաժանվեցին իրարից։ Աբրամը գնաց բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում եւ իր վրանը բացեց Սոդոմի մոտ։ Հետաքրքիր մի պատմություն, երբ որ Աբրահամը զիջեց, Ծննդոց 13-րդ գլուխն է, ժողովուրդ ջան։ 9-ից 12-րդ խոսքը ես կարդացի։ Եվ տեսեք, ստեղ նույնպես հետաքրքիր մի դրվագ է տեղի ունենում, երբ որ զիջում Աբրահամը Ղովտը, ասում է, բարձրացրեց իր աչքերը եւ տեսավ, որ Հորդանանի ափերը իրանք գեղեցիկ էին շատ, ասես կանաչուտ տեղեր էին, ասես ջրառատ տեղեր էին։ Եվ ինքը ընտրեց այդ իր աչքի երևույթին, ինչը հաճելի էր իր աչքին։ Ինքը իր կարծիքով Ղովտը, ինքը հաջողված գործարք կատարեց։ Ինքը նայեց, ասեց, այնտեղ ջրառատ է, որտեղ անապատում խնդիրներ կար, պետք է անընդհատ, եթե ծանոթ եք, հոր պետք է, հա, ասես փոսեր փորեին, որպեսզի գետնի տակից ջուր հանեին։ Չէ, դժվար է։ Հիմա ասենք, չէ, մեզ էլ տանեն, ասես տեսնում ենք գետի ափին, հա, ասես անտառ, ծաղիկներ, ծառեր եւ մեկ էլ անապատ։ Որը կընտրես։ Աբրահամը գիտեք ինչ արեց այստեղ։ Ասես լսի, ես խնդիր չունեմ։ Իմ օրհնությունը Տիրոջից է։ Աբրահամը այստեղ իր ընտրությամբ իրեն կախվածության մեջ դրեց Աստծուց։ Ասես թեկուզ ես անապատ տեղերը գնամ, իմ սպասելիքը, իմ հույսը, իմ օրհնությունը Աստծուց է։ Տերը ինձ անապատ տեղում էլ կօրհնի։ Իսկ այստեղ Ղովտը ընտրեց իր աչքի երևույթով, մտածելով, թե այնտեղ ավելի լավ է։ Բայց այստեղ, երբ որ մենք նայում ենք 12-րդ խոսքի վերջը, տեսեք, ասում է, այստեղ Սոդոմի մոտ բացեց իր վրանը։ Դուք ծանոթ եք, չէ՞, Սոդոմ եւ Գոմորի պատմությանը։ Սոդոմի մոտ։ Բայց անցնում է մի որոշ ժամանակ, երբ որ կարդում ենք շարունակությունը, մենք տեսնում ենք, որ Ղովտը ոչ թե Սոդոմի մոտ է, արդեն հայտնվել է Սոդոմի մեջ։ Սոդոմի ներսում է հայտնվել։ Որովհետև ցավոք սրտի այդ գեղեցիկ բաներ կան մարդկության աչքերին, սիրուն բաներ կան, որոնք մարդուն քաշում են։ Այդ պիղծ ցանկություններ կան, որ մարդուն հրապուրում եւ քաշում են։ Մենք գիտենք, որ Սոդոմը դա պղծության քաղաք էր, եւ այնտեղ ահավոր պղծություններ էր տեղի ունենում, ահավոր մեղքեր էր տեղի ունենում։ Բայց Ղովտը, որ իր կարծիքով թե ճիշտ գործարք էր, հաջողակ գործարք էր կատարել, հանկարծ հայտնվում է միտեղ, որտեղ պղծություն եւ մեղք կա իր ընտանիքի հետ միասին։ Իսկ Աբրահամը հայտնվում է Տիրոջ օրհնությունների մեջ։ Նա ընտրում է Աստծո ճանապարհները, լսի։ Ոչ թե մարդկային ճանապարհները, այլ Աստծո ճանապարհները։ Եվ Աստվածաշնչում Տերը խոսում է, որ իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Ամեն օր մենք մեր ներսում, մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, մեր կյանքի ցանկացած ոլորտի մեջ մենք ընտրություն ենք կատարում։ Եվ մենք պետք է կարող լինենք սիրելիներ, ընդունակ լինենք, ընտրել Աստծո ճանապարհները, թեկուզ միգուցե դա դժվար թվա, միգուցե անապատային թվա, բայց Տերը հոգ է տանում։ Մենք շատ սիրուն երգում ենք, ես սիրում եմ այդ երգը։ Տերը հոգ է տանում, Տերը հոգում է մեր կարիքները։ Եվ Աստված այո անապատ տեղում էլ կարա ջրհոր բացի եւ քեզ օրհնության աղբյուր տա։ Միայն թե դու հայտնվես նրա կամքի մեջ, միայն թե դու լինես նրա ճանապարհների մեջ։
Եվ ոչ թե խափնվենք, հա, մեր աչքի երևույթին, որտեվ պիղծ հաճույքները իրանք քաշում են։ Այսօր մենք մտածում ենք մեր սերունդի մասին, մեր երիտասարդների մասին, որտեվ ամբողջությամբ այս աշխարհը լցված է այդ պիղծ հաճույքներով, որը գայթակղում է, որը քաշում է, որը հետաքրքիր է մարդուն։ Բայց այստեղ մենք պետք է կամք դրսևորենք, այո, եւ գնանք Աստծո տված ճանապարհներով։ Ամեն։ Փառք Աստծուն։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեզ կախման մեջ դնել Աստծուց։ Ամբողջությամբ։ Որ Տեր, ես ամբողջությամբ քեզ եմ ապավինում։ Ես չեմ նայում երևույթին, ես չեմ նայում դժվարություններին, ես չեմ նայում հալածանքներին, այլ ես ամբողջությամբ իմ անձը, իմ ընտանիքը, իմ ընթացքը, իմ ներկան, իմ ապագան ուզում եմ որպեսզի պատկանի քեզ եւ կախվածության մեջ լինի Աստծուց։ Հա, ժողովուրդ ջան։ Եվ դա ճիշտ ընտրություն է։ Դες կարող ասես, բայց մենք միշտ ճիշտ ընտրություն ենք անում, բայց հիշի, որ օձը խորաման կա եւ մեր շուրջը պտտվում է ինքը։ Ինքը գիտի իր ավերջը ու չի հանգստանում, միջև չկործանի, չմոլորեցնի։ Ինչի համար եմ ասում, որտեվ ցավոք սրտի, տեսել եմ, որ մարդիկ, ծառայող մարդիկ, Աստծուն սիրող մարդիկ հանկարծ հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին։ Բայց երբ որ առաջի հայացքից նայում ես, ասում ես, բայց հաջողը կա։ Լավ աշխատանք ունի։ Ոչինչ, դե հիմա ծառայություններից հետ քաշվեց, կիրակի օրերը գալիս է, բայց զաթո լավ աշխատանք ունի։ Զաթո ապահոված է, հարուստ է։ Սա մարդկային տեսակետ է, մարդկային հայացք է, բայց ապահոված լինելը դա միայն Քրիստոսի մեջ է։ Ոչ թե լավ տուն ունենալը, լավ շրջապատ ունենալը, հա, սենց հետաքրքիր կայացած բիզնեսմեն լինելն է։ Այս վերջում էլ չէ, արդեն կանայքել են բիզնես վուման, զարգանում են բիզնեսի մեջ, սենց կայանում են, հա, սենց ասում են դե մենք հավասար ենք, տղամարդուց ինչով ենք պակաս, մենք էլ կարանք անենք շատ բաներ, մենք էլ ենք ուզում անկախ լինել, մենք էլ ենք ուզում կայացած լինել, մենք էլ կարող ենք հաջողակ լինել, թող լինեն, բայց Քրիստոսի մեջ, եւ ապահովությունը Տիրոջ մեջ, ամեն, ամեն, փառք Աստծուն։ Մյուս տեղը ուզում եմ, որ միասին նայենք, դա Մովսեսի հետ է կապված։ Նույնպես սրանք օրինակներ են, որ մի քանի հատ ես ընտրել եմ, ժողովուրդ ջան, որպեսզի Աստվածաշնչով նայենք, որ մարդիկ կան ընտրությունն են արել։ Գիտեք, Ղովտը այնպես չի, որ պակաս սենց տղա էր կամ Աստծուն չգիտեր, բայց ոնց հայտնվեց այդտեղ։ Տեսանք, չէ՞ ոնց հայտնվեց։ Եվ երբ որ նայում ենք իր կյանքի շարունակություն, ինքը ահավոր բաների մեջ ընկավ։ Իր սերունդը ապականվեց։ Միայն գիտենք, որ ինքը իր աղջիկների հետ մի կերպ Աբրահամի էլ բարեխոսության միջոցով փրկվեց Սոդոմից, բայց հետո ահավոր բաներ տեղի ունեցավ եւ ահավոր սերունդ ունեցավ։ Եվ նայում ենք Աբրահամի սերունդը, որ նաեւ մենք ենք, հա, հոգեվորով Աբրահամի սերունդը։ Եվ նայում ես Ղովտի սերունդը, որը թշնամի դառավ Աստծո ժողովրդի դեմ։ Մի ընտրության պատճառով։ Լսի, կարող է մատների արանքով նայես, ասես դե հա ոչինչ, ինչ պիտի լինի, որ այս մի տեղն էլ Աստված ողորմած Աստված է, մի քիչ էլ սենց կոմպրոմիսի էլի գնամ, մի քիչ էլ գնամ բան, ուրիշ գործերով զբաղվեմ։ Մի 2 տարի գնամ խոպան, ինչ պիտի լինի, որ ոչինչ, որ խմբակը կթողեմ, ոչինչ, որ հովիվի կողքից կգնամ, գնամ մի քիչ փող աշխատեմ, երեխեքս մեծանում են։ Եկեք ես բաներ են ասում, զարման, ասես լսի, բայց դու հավատում ես գոնե Աստծուն։
Ասում եմ ոնց, բա ինչ եմ անում։ Ասեմ Աստծո ձեռքը կարճացել, ինչի։ Աստված քեզ մենակ Մոսկվայում կարա օրհնի։ Լսի Վանաձորում, Հայաստանում Աստված չի հասնի ձեռքը, որ քեզ օրհնի։ Մի գնում ես, տենում ես կորավ, էլ ինչ 2 տարի, կնիկ երեխեք, բայց ինչ է, ինքը ով էր Աստծո մեջ, հիմա որտեղ պետքա լիներ։ Այս աշխարհը լցված է այդ կեղծ ճոխությունով, կեղծ այդ փայլփլուն բաներով, որը հետաքրքրում է մարդուն։ Բայց մենք որպես հոգևոր մարդիկ պետք է հոգևոր ընտրություն կատարենք։ Ամեն օր դու ուզես թե չուզես կանգնելու ես ընտրության առաջ։ Եվ քո ամեն մի ընտրությունը կարևոր է, սիրելիս։ Ամեն։ Ուզեմ միասին ենք Եբրայեցիների 11-րդ գլուխ 24-ից 26-րդ խոսքը։ Եբրայեցիներ 11, 24-26։ Հավատքով Մովսեսը, երբ որ մեծացավ, չկամեցավ փարավոնի աղջկա որդի կոչվել։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մի առ ժամանակ, այս բառը հիշի, մի առ ժամանակ մեղքի զվարճությունն ունենալ, ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Ասեք, որ լավ տեղ է, ասեք, որ ուժեղ տեղ է, զորավոր։ Ինձ այս տեղը շատ սենց ոգևորում է։ Երբ որ ես կարդում եմ Մովսեսի մասին, տեսեք Մովսեսը փարավոնի տանն էր ծնվել եւ մեծացել։ Փարավոնը գիտեք ով էր, աշխարհակալ թագավոր, աշխարհակալ, ամենահարուստ։ Մովսեսը ապրում էր աշխարհի ամենահարուստ մարդու պալատներում եւ նրա ժառանգներից էր համարվում, բայց ինքը իրականում հրեա էր։ Եվ երբ որ Տերը այցելեց իրան, այստեղ ասում է ավելի լավ համարից Աստծո ժողովրդի հետ չարչարվել։ Հիմա կարող է քեզ թվում է չարչարվում ես մի քիչ նեղա, դժվար է ճանապարհը, բայց Հիսուսը մեզ զգուշացրել է, չէ՞։ Մի քիչ նեղա, մի քիչ դժվար է, մի քիչ էլ փշոտ է, ծակում է, բայց ասում է Մովսեսը ինչ արեց, աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Լսի, Մովսեսի համար ավելի կարևոր էր ոչ թե աշխարհի վրա մի առ ժամանակ, որտեղ ժամանակավոր այստեղ ինչ տեսնում ես։ Ոչ թե մի առ ժամանակ ճոխության, հարստության ու փառքի մեջ ապրել, այլ Մովսեսի համար կարևոր էր եւ նա ընտրեց, թեկուզ մի փոքր Աստծո ժողովրդի հետ չարչարվի, բայց նայում էր, մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Նրա համար կարևոր էր Աստծո կարծիքը։ Նրա համար կարևոր էր, թե Աստված ինչ վարձք իրան կտա։ Նրա համար կարևոր էր, թե Աստված իրեն ուր է տանում։ Եվ ինչի մեջ է տանում։ Եվ երբ որ տեսնում ենք պատմությունը, դժվարություններ, հալածանքներ, 40 տարի անապատում, մի օր չտրտնջաց այդ մարդը։ Մի օր չասեց, իմ համար ապրում է, էլի, ճոխ հարստության մեջ։ Այդքան բան ինքը թողեց, Տիրոջ հետևից գնաց։ Եվ այդ 3 միլիոն ժողովրդին էլ առաջնորդում էր։ Բայց այդ ժողովուրդը, որ ստրկության մեջ էին, որ սոխ ու վարունգ էին ուտում, էլի տրտնջում էին անապատում, ասում էին մեր համար ապրում էինք, էլի։ Հələ իրանց ապրելու Մովսեսի ապրելը։ Լսի սիրելիս, այդ տրտնջալը Աստծուն հաճելի չի։ Կան մարդիկ, որ իրոք թողել են հիմա էլ, թողել են այս աշխարհի հարստությունները, թողել են իրանց բիզնեսները, որոշել են եւ ընտրություն են կատարել ծառայել Աստծուն։ Եվ երբ որ մարդը դա անում է ուղիղ սրտով, ինքը երբեք չի տրտնջա։ Եվ մեր երիտասարդներին էլ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր բաներ կարա գա ձեր կյանքում, շատ հետաքրքիր ընտրությունների առջև կարող եք կանգնել։ Եվ թող
աչքի երևույթով չնայեք, այլ լսեք, թե Աստված ձեզ ուր է տանում։ Ամեն։ Որտեւ միակ ճիշտ ընտրությունը Տիրոջ ճանապարհներով գնալն է, ինչպես արեցին այս մարդիկ, եւ նրանք դարձան մեզ համար օրինակներ, մեզ դարձան, հերոսներ, ում մասին գրված է Աստծո խոսքում։ Հազարավոր տարիներ մարդիկ կարդում են այս մարդկանց պատմությունը, Աստվածաշնչում դրական կերպարներ։ Դուք հրեաներին հարցրեք, ով է իրանց համար Աբրահամը, ով է իրանց համար Մովսեսը, ինչ մարդիկ են։ Թեկուզ դժվարություններ, նեղություններ, բայց իրանք գիտեին վարձքը, սպասում էր իր վարձքի հատուցմանը։ Այսօր մենք սպասում ենք վարձքի հատուցմանը Տիրոջից։ Ոչ թե աշխարհից ենք սպասում, ոչ թե մարդկանցից, որ կգան մեզ շնորհակալություն կհայտնեն, ոչ թե մարդիկ, որ կգան մեզ կորնեն, այլ Տեր, դու ինչ կարծիք ունես իմ մասին։ Տեր Աստված, ով եմ ես քո մեջ, ով եմ ես քո արքայության մեջ, եւ աշակերտները կասեն Հիսուսին, ահա մենք թողեցինք ամեն բան եւ եկանք քո հետևից, բա մեր վերջը ինչ է լինելու։ Ինչպես եղավ աշակերտների վերջը, ֆիզիկապես, գիտեք, սպանեցին, մեջտեղից կտրեցին, սղոցեցին, քարկոցեցին, գլխատեցին, բա Տեր Աստվածի բայդի օրհնություն է։ Այ հոգևոր աշխարհում երկնքում կիմանանք օրհնությունա թե չէ։ Իրանք չնայեցին մարդկային աչքերով։ Նրանք կարողացան իրավիճակներին նայել Աստծո աչքերով։ Այսա շատ կարևոր է։ Աստծո տեսանկյունն է ինձ հետաքրքիր։ Աստծո կարծիքն է իմ համար կարևոր։ Ոչ թե մարդկանց։ Ինչ կմտածեն մարդիկ, ինչ կմտածի Տերը, Հիսուսը։ Ամեն։ Եվ երբ որ մենք այդպես մտածենք, միշտ ճիշտ ընտրություններ կանենք։ Սիրելիս, եթե անցյալում եղել է, որ ինչ-որ սխալ ընտրություն ես արել, ինչ-որ հարցի շուրջ, ինչ-որ մի բան ես արել, որը միգուցե մինչև այսօր քեզ անհանգստացնում կամ տանջում է, ես բարի լուր ունեմ, որ չմնաս դրա մեջ։ Եթե սխալ ընտրություն ես արել, դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ Կա վերականգնվելու ժամանակ։ Եվ Հռոմեացիների 8:28-ում ասում է. բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին։ Եթե մենք սխալ ընտրություն ենք արել, ինչ-որ տեղ ենք հայտնվել, որի պատճառով տուժվել ենք, որի պատճառով խնդիրների մեջ ենք ընկել, Աստված կարող է պտտել եւ բարի գործակից անել։ Քո այսօրվա խնդիրը, քո այսօրվա դժվարությունը, քո այսօրվա նեղությունը։ Մի փոքր այո կարող է սխմված ենք գնում, միգուցե դժվար է, բայց Աստված ասում է ամեն բան բարի գործակից անում իրան սիրողների համար։ Իսկ ես գիտեմ, որ բոլորդ այստեղ սիրում եք Աստծուն։ Ամեն։ Տեր օրհնի քեզ։ Փառք Աստծուն։ Այնպես որ չմտահոգվես, այնպես որ չվախենաս, Աստված քո հետ է։ Ամեն։ Աստված մեր հետ է։ Մնում է մենք իր հետ լինենք։ Ամեն։ Գիտես, դա էլ է ընտրություն։ Հիմա այսօր փառք Աստծո, Կիրակի եկել ես, եկեղեցի լավ է, քեզ լավ ես զգում։ Վաղը երկուշաբթի է։ Եվ ինչ ես դու ընտրելու։ Դու ընտրելու ես քո հարևանի հետ ոնց խոսաս։ Դու ընտրելու ես քո աշխատանքի տեղը քեզ ոնց պահես։ Դու ընտրելու ես ինչ նայես վաղը քո հեռախոսով, ինչ լուրեր լսես, հա? Ինչ վիդեոներ նայես, ինչ ստատուսներ գրես, ամեն ինչ մենք ընտրում ենք։ Եվ ըստ դրա կառուցվում է մեր կյանքը։ Կարևոր է, չէ՞, ընտրությունը, բայց ոչ քաղաքական, այլ հոգևոր։ Այսօր հենց ընտրություն ասում ենք, բոլորը պատկերացնում են, հեսա գնում ենք մեկին ընտրենք։ Լսեք, մի փոքր, հա, մենք մեր ընտրությունը արդեն արել ենք, ամեն։ Մենք մեր թագավորին ընտրել ենք։
Մեզ ուրիշ թագավոր պետք չի։ Կաղոթում ենք, որ մեր երկիրը լավ վիճակում լինի, բայց մենք մեր ընտրությունը վաղուց արել ենք, մեր թագավորին ընտրել ենք, եւ նրա օրենքներն է մեզ համար կարևոր եւ ընդունելի։ Ամեն։ Փառք Աստծուն քո համար։ Եվ ուզում եմ, որպեսզի մենք նայենք այն օրինակը, որ տվեց մեզ եւ ամենամեծ ընտրությունը կատարեց մեր Տերը Հիսուս Քրիստոսը։ Եվ նա է մեր ամենամեծ օրինակը, ամեն, ամեն, փառք Աստծուն։ Մեր Փրկչի, մեր Տիրոջ օրինակը, երբ որ ինքը ընտրեց գա այս աշխարհ, թողնելով, իր փառքը, իր աստվածային փառքը, Հիսուսը ընտրեց, որ գա այս աշխարհ եւ մարդու կերպարանքի մեջ մտնի եւ իր կյանքը զոհի մեզ համար, մեր փրկության համար։ Եվ դա է ամենակարևոր եւ ամենամեծ ընտրությունը, որ տեղի ունեցավ աշխարհի պատմության մեջ։ Եվ ուզում եմ միասին նայենք Փիլիպեցիների 2-րդ գլուխ 5-ից 8-րդ խոսքը։ Ձեզանից ամեն մեկը թող այն մտածի, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, որ Աստծո կերպարանքի մեջ լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով իրեն խոնարեցրեց եւ հնազանդ եղավ միջև իմ մահ եւ այն էլ խաչի մահ։ Հիսուսը ընտրեց այս ճանապարհը։ Հիսուսը որոշեց գալ եւ փրկել մարդկությանը, որովհետեւ մարդիկ կործանման էին գնում, որովհետեւ այլևս ուրիշ ոչ մի արյուն չկար, որպեսզի կարողանար մարդկանց մեղքերը արդարացնել։ Եվ Աստված ուներ իր ծրագիրը։ Եվ Տեր Հիսուսը ուներ իր ծրագիրը։ Եվ եկավ այս աշխարհ, իր կյանքը տվեց եւ արդարացրեց մեզ։ Եվ ազատեց մեզ մեղքից, անեծքից ու մահից։ Որ մի ժամանակ բոլորս կորած էինք, խոսք ասում եւ դեպի անդունդն էինք գնում։ Եվ երբ որ ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին իմ կյանքի մեջ Տեր ու Փրկիչ, դա ամբողջ իմ կյանքը փոխեց, իմ մտածելակերպը փոխեց։ Ես 29 տարեկանում եմ ապաշխարել, դարձի եկել։ Եվ դրանից առաջ ինչքան վատ բան կա արել եմ այս աշխարհի վրա, մտածելով թե ես ճիշտ եմ ապրում, մտածելով թե ես ճիշտ ընտրություն եմ կատարել։ Բայց եկավ մի պահ, երբ որ ես եկա կյանքի խոսք եկեղեցի Երևանում, մենք այն ժամանակ հավաքվում էինք Բանգլադեշում, Դալիճում էինք հավաքվում, եւ կինս գալիս էր որոշ ժամանակ հետո ասես մի օր դու արի, երբ որ ես եկա, գիտեք, մեր հովիվն էր քարոզում, հով Արտուր Սիմոնյանն էր քարոզում, եւ իմ սրտին կպավ խոսքերը, որ հովիվը խոսում էր, եւ դա Քրիստոսի ծննդյան օրն էր, հունվարի 6-ն էր եւ տոնում էին Հիսուսի ծնունդը, եւ գիտեք, ես թվում էր թե ես նորմալ ապրում եմ իմ համար, ոչ մի խնդիր չունեմ, ունեմ ընտանիք, ունեմ ծնողներս իմ հետ աշխատանք եւ այլ ընկերություն, բան ամեն ինչ տեղը տեղին, բայց մի բան կար, երբ որ ես եկա եկեղեցի եւ հասկացա մի բան, որից տանջում է, դա մեղքի ծանրությունն էր։ Այդ բեռը ես զգացի իմ վրա։ Ինքան հետաքրքիր է։ Ես եկա խոսքը լսեցի եւ զգացի ինչ-որ ծանրություն իմ կյանքի մեջ, ինչ-որ մեղավորություն զգացի։ Եվ դա իմ համար այնքան մեծ բեռ էր, որ ես ուղղակի դրա տակ ճզմվեցի։ Եվ դա փոխեց իմ հասկացողությունը։ Երբ որ ես տեսա Աստծո ժողովրդին, ասեցի, այս մարդիկ հələ տես ինչ թեթև են ապրում։
Քանի՞չ լավ են ապրում, ես չի որ բոլորը սենց ամեն ինչ ունեն, հարուստ են, տեղը տեղին ապահոված են, սենց ընտանիքներում ամեն ինչ ընտիր է, առողջականները ընտիր է, չէ՞, նայում եմ ասում դե պակաս տեղեր կա, բայց այս մարդիկ թեթև են, ուրախ են, լավ են իրանց զգում, Տեր Աստված ո՞րն է պատճառը։ Ես հասկացա, որ այդ բեռի ծանրությունն է, որ մարդուն ճզմում եւ կործանում է։ Եվ երբ որ ես ապաշխարեցի, իրոք ապաշխարեցի, զղջացի մեղքերի համար, այդ բեռի ծանրությունը, այդ բեռի ծանրությունը գնաց ինձանից։ Եվ ես գտա իմ խաղաղությունը եւ հանգիստը։ Լսեք, ես որ եկա եկեղեցի, միանգամից չհարստացա։ Միանգամից իմ գործերը չլավացավ, միանգամից ես իմ ինչ օրհնություններ չեկավ իմ կյանքի մեջ։ Ես ներսով խաղաղություն, ուրախություն եւ հանգիստ եւ օրհնություն գտա։ Եվ դա փոխեց իմ կյանքի մտածելակերպը եւ ես որոշեցի ամբողջ կյանքս ծառայել Տիրոջը ու ապրել նրա համար։ Եվ սրա մեջ է ամենամեծ ուրախությունը եւ հարստությունը եւ ամենամեծ գանձը։ Եվ մենք ամեն մեկս ընտրել ենք այդ ճանապարհը գնալ։ Եվ թող Տերը օրհնի զորացնի, որպեսզի միջև վերջ մեր ճանապարհը գնանք միայն Քրիստոսի ցույց տված ուղիներով եւ ընթացքով։ Ամեն։ Գիտեք, մարդը մենք տեսանք, որ Աստծո ստեղծագործությունն է։ Եվ ամեն մեկս այստեղ Տիրոջ ստեղծածն ենք։ Իսկ դու գիտես, որ Աստծո ստեղծագործությունը ինքը կատարյալ է։ Ինքը հավասարակշռված է Աստծո ստեղծագործությունը։ Հա, բալանսավորված է։ Աստծո ստեղծագործությունը ուղիղ եւ ճիշտ է։ Աստված չի կարող ինչ-որ բան ստեղծել թերի։ Ամեն։ Աստված ամեն ինչ ստեղծում է կատարյալ, ամեն ինչ ստեղծում է ուղիղ, ամեն ինչ ստեղծում է ճիշտ, հավասարակշռված։ Բայց քանի որ Աստված մարդուն տվեց ազատ կամք, մարդը խախտեց այդ հավասարակշռությունը։ Մարդը իր կյանքում, լսեք, ինքն է ստեղծում իր կյանքի սարերն ու ձորերը։ Հեշտ է, գիտես, ամեն ինչ մենք ուզում ենք գցենք սատանայի վրա, բայց վերջը մարդը ընտրեց, չէ, որ այդ խնդիրը եկավ իր կյանքի մեջ։ Մարդն է իր կյանքում ստեղծում այդ սարերը, այդ ձորերը, այդ ոչ բալանսավորված վիճակը, հա։ Բայց այսօր մենք ունենք հնարավորություն նորից գալու Տիրոջ հավասարակշռված, կատարյալ եւ ուղիղ կամքի մեջ, նրա ճանապարհների մեջ, անելով ճիշտ ընտրություն, ամեն։ Ինչ անենք, սիրելիներ, մենք ունենք ճիշտ օրինակ, ինչպես ասեցի։ Եվ ուզում եմ Եբրայեցիների 12-ի 2-ը կարդանք։ Այստեղ ասում է. նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին Հիսուսին, որ իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձը առավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմում նստեց։ Ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին, ասում են նայենք։ Այսօր մենք պետք է նայենք Քրիստոսին, նայենք հնազանդության մեջ, նայենք նրա ետևից գնալու համար, առաջնորդվենք Սուրբ Հոգով, որպեսզի անենք ճիշտ ընտրություն, որովհետև այդ ընտրությունից է կախված մեր կյանքը, այդ ընտրությունից է կախված մեր սերունդների կյանքը, այդ ընտրությունից է կախված մեր օրհնությունները, եւ այդ ընտրությունից է կախված, լսի կարևոր բան, շատերի փրկությունը, որպեսզի միայն չկենտրոնանանք մեզ վրա, այլ այսօր կան հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ, որ սպասում են, որպեսզի դու գնաս
եւ Տիրոջ փրկության լուրը իրեն հայտնես։ Ամեն, այս քաղաքում շատ կան, չէ՞, չփրկված մարդիկ։ Եվ դու նրանց հետ ամեն օր հանդիպում ես, բայց սա նույնպես ընտրություն է, որպեսզի դու գնաս եւ այդ մարդկանց օգնես, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն ճշմարտությունը, նրանք նույնպես գան փրկության ճանապարհներին, նրանք նույնպես իրենց կյանքում ճիշտ ընտրություն կատարեն։ Եվ ինչպես Աբրահամը բարեխոսում էր Ղովտի համար, այսօր մենք նույնպես կարող ենք բարեխոսել Աստծուն, որպեսզի օգնի մեզ եւ բերի այդ մարդկանց մեր առջև։ Եվ երբ որ մենք խոսանք բարի լուրը, խոսանք ավետարանը, թող Աստված զորացնի եւ իրանց սրտի մեջ դնի այդ լույսը, երբ որ մենք խոսանք, մարդիկ գան, մարդիկ փրկվեն։ Որտեւ մենք Աստծո ժողովուրդը չի կարող էգոիստ լինել։ Մենք մտածենք մեր մասին։ Ես մի օր որոշեցի ավետարանչություն անեմ եւ երկար տարիներ, երբ որ Հովիվի օգնական էի, ավետարանչության պատասխանատուն էի մեր եկեղեցում։ Որտեւ ասում էի, Տեր Աստված, դու ինձ փրկեցիր, բերեցիր իմ ընտանիքին, փրկեցիր, բերեցիր, այս լույսի մեջ, այս ուրախության մեջ ես ուզում եմ էլի մարդիկ գան, ես ուզում եմ էլի մարդիկ փրկվեն։ Ես չեմ կարող մենակ իմ մասին մտածեմ եւ ասեմ, դե ես փրկվել եմ, բավական է, լավ է։ Ես լավ եմ, մնացածը իրանք գիտեն, չէ։ Մենք կանչված ենք մարդկանց պատմելու բարի լուրը։ Մենք կանչված ենք մարդկանց օգնելու, որպեսզի գան Քրիստոսին։ Մենք կանչված ենք արթնությունը տանելու այս քաղաքի մեջ։ Որովհետև ես գիտեմ, որ 90-ական թվականներին մեծ արթնություն է եղել այս քաղաքում, շատ մեծ արթնություն։ Եվ այդ թվականներին է, որ իմ բարեկամները, իմ հարազատները, իմ հորեղբոր տղաները ապաշխարել են եւ թողել են շատ ահավոր ճանապարհներ եւ Քրիստոսին են եկել։ Ես չգիտեմ այսօր ինչքանով այստեղ արթնություն այս քաղաքի մեջ, բայց կարա լինի քեզանով եւ այս եկեղեցով։ Եթե մենք կատարենք ճիշտ ընտրություն եւ համարձակ ավետարանը քարոզենք մարդկանց։ Ամեն։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Ամեն, ամեն սիրելիներ։